Պարոն Փաշինյան, ես այսպես սկրիններով եմ եկել։ Մակուլատուրա չի կարծում։ Ինչ-որ մեկ կօգնի, կարճ չեմ սապարել։ Սա ձեր ընտանեկան լուսանկարն է, պարոն Փաշինյան, դուք եք Աշոտն է, Մարիամը, ձեր նախկին կինը, մի խոսքով բոլորով եք Արցախում։ Դուք այս նկարը հրապարակել եք Արցախի անկախության օրը ու գրել եք, որ դա մեր համար պատմական օր է, ազատ Արցախ մեծատառերով։ Ու ճիշտ եք արել, որովհետև երբ որ դուք եկաք իշխանության, մենք ունեինք այս սա։ Արցախն էլ հետը։ Հետո այս մասը այսենց կտրեցի, ասեցիք դե այս մասը մերը չի, այս մասը Ադրբեջանինն է։ Երեք էլ Պուտինին ասում եք, որ ինքն է Ադրբեջանի տվել։ Այս մասը թողեցիք։ Հիմա դուք շրջում եք տարբեր դռնեդուր մարզերով այս սրանով, մեզ էլ ասում եք Արցախի անունը հանկարծ չտակ, ով Արցախի անունը տվեց ինքը Սադրիչ է, ինքը պատերազմի հրահրող է։ Ու Ալեն Սիմոնյանն էլ ասում է, ինչ է ուզում եք հարձակվեն մեր վրա, Երևանից մի հատ պուճուրիկ բան թողեն, մեզ բոլորիս արգելում եք Արցախի անունը տալ, ձեր խոսույթը հարմարեցրել եք այնպես, որ Ալիևը ձեզանից գոհ լինի։ Ու հատուկ Ալիևի համար դուք ունեք հետևյալ վիդեոն։ Ես հիմա միացնեմ այդ վիդեոն կարճել։ Մեր սահմանը էսա տեղ գյուղից են կողմ Ադրբեջանի Հանրապետությունն է։ Սա դուք եք ասել։ Բայց մարդես կարող է Ալիևի մատը կպնի, մի հատ ուրիշ վիդեո միացնի ու շատ անհարմար բան ստացվի, խայտարակ լինենք, օրինակ այս վիդեոն։ Տեղից հետո կարճ ասած Արցախի Հանրապետությունն է։ Կարծիքով տեղ գյուղը խորհրդանշում է Հայաստանի եւ Արցախի միասնությունը, Հայաստանի եւ Արցախի ժողովուրդների միասնությունը։ Տեղից հետո այս երկու վիդեոների մեջ տարբերությունը մի քանի ամսվա է, պարոն Փաշինյան։ Հիմա հարց, եթե դուք այսօր մի բան եք ասում, վաղը լրիվ հակառակ բանն եք ասում, ոնց ձեզ հավատանք, որ վաղը չէ մյուս օրը, արդեն ոչ թե սրանով դուք կշրջեք, այլ այստեղից, ասենք, այս Սյունիքի հատվածը այսպես կտրած կլինի, այստեղ Գեղարքունիքի մարզը կտրած կլինի, Սևանա լիճը արդեն տված կլինի Ալիևին, այսպես sense պատրած կլինի, ու այս հրաշած արդեն քարտեզ այսպես կդնեք դոշին, ու կասեք դե ժողովուրդ ջան, այս 16000 քառակուսին է մերը, դրանից ավել մենք չունենք։ Եվ երկրորդ հարցը վախկոտ գեներալների հետ կապված։ Դուք հայտարարում եք, որ մեր գեներալները վախկոտ են։ Ինչ եք դուք ուզում, որ մեր երեխաները, մեր թոռները հպարտանալու ոչ մեկին չունենան, այսպես ջնջոցը վերցրած ջնջեք մեր հերոսներին, մարդկանց։ Այսօր Եռաբլուրում կրված տղերքից մեկը ասում էր, որ դուք հրամայել եք, որ նոյեմբերի 5-ին դիրքերը թողնեն ու հետ վերադառնան, դա ձեր հրամանն է եղել։ Դուք նրանց ասում եք կրված չեն, էշեն։ Դուք ձեր թիմակիցները Արցախյան 3 պատերազմների ժամանակ ինչ քաջագործություններ եք արել, ինչ սխրանքներ եք արել, որտեղ եք դուք եղել Արցախյան պատերազմի ժամանակ, դուք 3-րդ պատերազմի ժամանակ բունկերում եք եղել, ձեր թիմակիցներն առհասարակ որտեղ են եղել, ինչ եք ուզում, որ ձեր արձանը կառուցեն, ասեն, որ դուք ապրիլյան քարորյա պատերազմին մայիսին գնացել եք մի հատ փոս եք փորել, ասեն, այդ ինչ սխրագործությունների շնորհիվ եք այդ փոսը փորել։ Մենք չունենանք հերոսներ, պարոն Փաշինյան, շնորհակալություն։ Ավարտեցիք, կարելի է ձերն առաջ քարտեզը կտորել։ Տեսեք, ես ձեր ցույց տված քարտեզի վրա, այս մի կտորը գույն չունի, ընդհանրապես գույն չունի։ Եվ այն ինչ որ դուք նկարագրեցիք Հայաստանի Հանրապետությունը, հայ ժողովրդին եւ մեզ բոլորիս աշխարհաքաղաքական թակարդից դուրս բերելու process-ը գիտակցության եւ գիտելիքի արդյունքում եւ ես հպարտ եմ, որ առաջնորդել եմ այդ գործընթացը։ Այն որ դուք նկարագրեցիք, դա մի process է, որ ես միջին վիճակագրական հայաստանյան մտածողությունը կարողացել եմ հաղթահարել, ինչի արդյունքում մենք այսօր ունենք անկախ ինքնիշխան պետություն։ Ինչ վերաբերվում է նրան, որ դուք ասում եք, որ ես ձեզ արգելել եմ Արցախ բառը ասել, դուք 5-6 անգամ այստեղ Հայաստանի Հանրապետության կառավարության շենքում այդ անունը ասեցիք։ Ես ուրիշ բան եմ ասում, ես ասում եմ, որ մենք պետություն ենք եւ պետք է հասկանանք, որ ասված ամեն արտահայտություն, արված ամեն քայլ ունի արժեք։ Որևէ արժեք, այդ արժեքը կարող է լինել պոզիտիվ, այդ արժեքը կարող է լինել նեգատիվ,
եւ ամեն ինչ ունի իր պատճառը հետևանքային կապերը եւ սա պետական գիտելիք ձեռք բերելու շատ կարեւոր մի գործընթաց է։ Ես չեմ ասել, որ գեներալները վախկոտ են, ես ասել եմ կան վախկոտ գեներալներ եւ դասալիքներ եւ այո, նրանցից շատերը դատվում են։ Մյուս մենք ունենք թալանչի գեներալներ, որոնք անցնում են ապօրինի գույքի գործով եւ մենք ունենք կոռուպցիայի գործերով անցնող գեներալներ եւ գեներալի ուսադիրը ոչ մեկին ընդհանրապես ես կարծում եմ, որ մենք հերոս բառը պետքա շատ զգուշ օգտագործենք, որովհետեւ այնքան օգտագործել ենք այդ բառը, որ ըստ էության ստացվում է, որ մենք իրական հերոսներին լղոզել ենք վերբալ հերոսների մեջ։ Այո, մենք եթե այդպես չլիներ, կամ այդ ինչ նորություն է, որ մի հատ էլ նորից բան են դարձրել, վիճարկման առարկա են դարձրել։ Այն որ մենք տասնյակ հազարով մարտական առաջադրանքը կատարելուց հրաժարված մարդիկ ունենք, այսինքն այդ էլ պետք է ումից ենք թաքցնում, ուզում եմ հասկանամ, ումից ենք թաքցնում։ Այն որ որևէ ժամանակ որևէ ստորաբաժանում ի տարբերություն 44-օրյա պատերազմի, ներողություն 4-օրյա պատերազմի զենքի ոչ մի պակաս չի ունեցել։ Այդ փաստը պետք է առերեսվենք, թե չէ։ Ոչ մեկը որևէ զենքի պակաս չի ունեցել։ Ես նախորդ անգամ էլ ասի 2023 թվականի իրադարձությունների ժամանակ անվտանգության խորհրդի նիստում քննարկում ա եղել եւ բնականաբար մենք տեղեկություններ ունեցել ենք, թե սեպտեմբերի դրությամբ Ղարաբաղի տիրապետության տակ ինչ զենք զինամթերք ա եղել եւ ինչ հատվածն ա մտել process-ի մեջ։ Չնչին աննկատ մասը եւ այս խոսույթին հակադրել զոհերի գործոնը կներեք այդքան է պրոֆեսիոնալ չի, ես բոլոր զոհերի առաջ ծնկի եմ գալիս եւ խոնարհվում եմ, բայց դա մեկը մյուսի հետ կապ չունի։ Նոյեմբերի 5-ին գիտեք ինչ, այդ խոսույթները, գիտեք, մարդիկ թող իրանց փախնելը, թող իրանց ճողոպրելը չկապեն իմ հրամանների հետ։ Ես նման հրամաններ չեմ տվել։ Մարդիկ ուզեցել են այդպիսի հրամաններ ստանան, ես այդպիսի հրամաններ երբեք չեմ տվել։ Այդ ով որ տենց բան ասում է, ինքը ճողոպրողների բանակիցը։ Ես ներողություն եմ խնդրում բոլոր այն մարդկանցից, ովքեր իրենց քաղաքացիական եւ զինվորական պարտքը մինչեւ վերջ կատարել են, երբեմն կարող է տպավորություն ստեղծվել, ոչ թե խոսակցության մեջ ստացվում է, որ թացը չորին խառնվում է։ Ես երբեք թացը չորին չեմ խառնում եւ մարդկանց եւ իրերը կոչում եմ իրենց անուններով։ Այո, մենք ունեցել ենք վախկոտ գեներալներ, կոռուպցիայի արդյունքում գեներալ դարձած մարդ ինչ պետք է լինի։ Ծառայության արդյունքում բանում դիրքերում բանի պահածոների բանկաները կախել են, իրանց դղյակները Երևանի կենտրոնում սարքել, չգիտեք, այսինքն ինչ բա դուք էլ ուզում եք մեր երեխեքին խաբենք եւ այդ մարդկանց, որոնք ոչ իրենց ֆիզիկական ֆորմայով կամ ընդհանրապես այդ զինվորականի տեսքա, փորները 3 մետրը դեմը գցած գեներալը ո՞րն է։ Այդ զինվորականի տեսքա ընդհանրապես։ Լուրջ եք ասում։ Այսինքն դասեք նախ սուրեմ էլի զինվորական ծառայություն ուրիշ բան է, զինվորական ծառայությունը պետքա ստանդարտ ունենա։ Զինվորականը պետքա ֆիզիկական պատրաստության որոշակի ստանդարտի համապատասխանի։ Բա որ հետո մարդկանց հետ բաներ են տեղի ունենում, ասում ենք ինչի են տեղի ունեցել։ Որտեղ մարդիկ կամ ֆիզիկապես, կամ հոգեբանորեն պատրաստ չեն դրան։ Պատրաստ չեն լինում։ Ես պնդում եմ, որ մենք ունեցել ենք եւ այսա ընթացքում կպարզվի, մարդիկ եկել են Ղարաբաղից ստեղ բան են լնում, կներեք արտահայտությանց տղամարդամիշ են լնում, բայց բան են եղել 44-օրյա պատերազմի ժամանակ նրանց պատմությունները, որ ուսումնասիրում են, մեկը խոճապ տարածող ա եղել, մեկը դասալիք ա եղել, մեկը որդուն դիրքերից փախցնող ա եղել։ Այդ հիմա հեշտ է օպերայում գալ կանգնել դոշ ծեծել։ Կպարզվի, ում որ կպարզվի, հերթով անունները կտանք։
Հերթով անուններ կտանք եւ կդատվեն այդ մարդիկ։ Շնորհակալություն։ Եվ ես հույս ունեմ, որ Հայաստանի դատական համակարգը այդ մարդկանց հետ կվարվի այնպես, որ իրանք որ կոչմանը արժանի են, գան այդ կոչմանը հարցնեն, այսինքն շարքային։ Նրանք պետք է այդ կոչումներից զրկվեն, որովհետև այդ ուսադիրները կրելու իրավունք չունեն։